Այսօր այստեղ եմ Գյումրիի օրվա առթիվ։ Մեր ձևով շարժման առաջ օրվանից ես իրենց աջակցում եմ, որովհետև ես ունեմ բարեկամական շատ սերտ կապեր Կարապետյանների ընտանիքի հետ։ Ես Աղվան Վարդանյանն եմ, որևէ շարժման ուղղակի հետ առնչություն չունեմ, դուք գիտեք ես Հայաստան դաշինքի պատգամավոր եմ, բայց ամեն ինչով իմ համեստ ուժերի ներդրումով փորձում եմ նաև օգնել, աջակցել իմ բարեկամներին։ Ինչ եք կարծում, պարոն Վարդանյան, կհաջողվի շարժումը։ Իհարկե կհաջողվի։ Ընդդիմությունը բավական տևական ժամանակ է փորձեր է անում, հա, իշխանափոխության եւ այլն, ու չի հաջողվում, հա, ինչու պիտի հենց մեր ձևով շարժումը հաջողվի։ Տեսեք, Կարապետյանի ներգրավումը հայաստանյան քաղաքական կյանքում, չի ուզում ասել ներխուժումը, իրավիճակ է փոխում։ Իրավիճակ է փոխում այն առումով, որ պարոն Կարապետյանը ընդամենը աջակցություն է հայտնել հայ առաքելական եկեղեցուն, բնականաբար իրենց մարդկային տեսակով, իրենց գերդաստանի պատմությամբ, իրենց ավանդական արժեքներից մեկնելով եւ հանդիպել է նման սանձարձակ հարձակման։ Եվ այսօր կալանավորված է բացարձակ ապօրինի կալանավորված է, բայց ինքը շատ հանգիստ է, շատ մարտական է, շատ տղամարդու նման է այս ամեն ինչը տանում եւ նաեւ նրանք, ովքեր այսօր առաջնորդում են, ղեկավարում են, կազմակերպում են շարժումը, շատ լավ աշխատանք են կատարում եւ կազմակերպական, եւ քաղաքական, եւ քարոզչական եւ նաեւ տեղերում գետնի վրա ես տեսնում եմ աշխատանքը։ Ամբողջ խնդիրն այն է, որ Կարապետյանների ներգրավումով քաղաքականություն, ես վստահ եմ, որ մեր հասարակության մի զգալի շերտ, որը հուսահատված էր, անտարբեր էր, չեզոք էր, չէր ցանկանում խառնվել, տեսնելով սրանց խայտառակ վարքագիծ ավտորիտարը, այդ հիմնական գործը պիտի լինի այդ շերտերի հետ աշխատելը եւ այդ շերտերին բերել, եթե մենք ասնենք ընտրությունների։ Եվ եթե կարողացավ մեր ձևով շարժումը այդ շերտերի հետ գրագետ աշխատել, ես վստահ եմ, որ նաև եւ ընտրությունների մասնակցության տոկոսը շատ բարձր կլինի եւ Կարապետյանների ստեղծելիք քաղաքական ուժը շատ բարձր ձայներ կտանի, դրանով հնարավորություն կլինի հետագայում մեկտեղելու ընդդիմադիր բոլոր ուժերի ձայները։ Մենք նաև ձեզ հաճախ ենք տեսնում դատարանում, դուք սատարում եք Սրբազանին եւ պարզ դարձավ երեկ, որ նա 2 տարի ժամկետով կալանավորվեց։ Սպասելի էր արդյոք այս որոշումը։ Բնականաբար սպասելի էր եւ այս ինչ ասեմ, ամենակոպիտ բառերը համարեք, որ ասում եմ այս իշխանության եւ այս իշխանության ղեկավարի հասցեին, բնականաբար սպասելի էր։ Իրենք ինչից են վախենում։ Վախենում են գաղափարական մարդուց, սկզբունքային մարդուց, հավատք ունեցող մարդուց, իրենից հեղինակություն, անհատականություն ներկայացնող մարդուց, իսկ Միքայել Աջափահյան Սրբազանը այսօր Հայաստանի ամենահեղինակավոր, ամենաազդեցիկ, ճշմարտախոս, հավասարատես անձնավորություններից մեկն է, եթե ոչ ամենամեկը։ Ես Սրբազանի հետ ունեմ շատ հին բարեկամական հարաբերություններ, ոչ միայն դատարաններում, այս ընթացքում երևի 5-6 անգամ արդեն եղել եմ Սրբազանի մոտ, մեկուսարանում 3 դատական վճռից հետո եւս մոտ 2 ժամ կատակել, զրուցել ենք ամեն ինչի մասին Սրբազանի հետ, Սրբազանի համար բացարձակ որևէ ազդեցություն չի կարող ունենալ, բայց բնական է դեռ կա վերաքննիչ, դեռ կա վճռաբեկ եւ Սրբազանը, ես կարծում եմ այս բոլորն անցնելուց հետո էլ իր դերակատարությունը ոչ թե նվազելու է, այլ ավելանալու է։ Սրբազանի ոգին ամուր է, հավատքը պինդ է, Սրբազանը այնպիսի մի խորք եւ իմաստնություն ունի, որ այս ստոր մանկական հալածանքները նրա վրա չեն ազդելու։ Երեք ասում եմ Սրբազան, ասում եմ 2 տարին ինչ է, 12 տարեկանից 50 տարի դու եկեղեցում ի վերջո մենակյաց ես, չէ, եկեղեցականները մենակյաց են, չէ, սա ինչ է, որ ասում եմ իհարկե խնդիր չունեմ, բայց նաև բան կա, հետաքրքիր բան կա, Սրբազանը ինչ էր ասում Սրբազանը։ Սրբազանը նաև որոշ բարդ վիրահատության խնդիր ունի եւ ասում է, որ 97 թվականից ինձ համոզում էին բոլոր ծանոթները գնա վիրահատվիր, բայց ասում է, իբրև ինձ համար ժամանակը միշտ ափսոսացել եմ ին վրա ծախսելու,
այն ժամանակ, որ կարող եմ օգտագործել օգնություն իբարս եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության, այդ ժամանակ իմ վրա ծախսելը ափսոս է։ Այսպիսի մարդ է Սրբազանը։ Այնպես որ վստահ եղեք, Սրբազանի դերակատարությունը աճելու է, Սրբազանը այս 2 տարին որևէ բան չի նշանակում, եւ ես վստահ եմ, կրկնում եմ, որ Սրբազանի տեսակը, մտածողությունը, իմաստնությունը, հավատը, անկախ նրանից նաև իր խիստ գնահատականներին, երբեմն մեր ժողովրդի որոշ հատվածներին, Սրբազանը միշտ իր տեղը ունենալու է մեր ընդհանուր վերականգնման գործի մեջ։ Որ ձևերով, դա էլ կասեմ ավելի ուշ։ Պարոն Վարդանյան, Սրբազանի պաշտպանները նաև քաղաքական երանգ էին տեսնում, նշելով, որ խնդիր է դրված մինչև ընտրությունները կալանքի տակ պահել Սրբազանին։ Իշխանությունները ինչ ունեն վախենալու կամ Սրբազանը ինչ դեր կարող է ունենալ ընտրություններում։ Նախ իր հանրային մեծ հեղինակությունը, նախ որևէ ընդդիմադիր ուժին աջակցելու իր կողմը, կամ նույնիսկ ներգրավելու է, սա էլ չեմ բացառում անկախ նրանից, որ հիմա ինքը ազատազրկված է, վախկոտ մարդ ամեն ինչից է վախենում, իսկ սրանք ունենալով բացարձակ իշխանություն, ես 1000 տարի ասում եմ, որ ամենավախկոտ մարդն է, մեն վախկոտ մարդը կարող է այսպիսի քայլերի գնալ, իսկ հիմա արդեն սեփական աթոռը իշխանությունը պահելու, կորցնելու վախը ստիպում է արդեն անհոդաբաշխ ստորագույն քայլեր անել, ինչ է բառերի համար Սրբազանին, arczepiskopos-ին դատապարտել կամ եկեղեցու հանդեպ այս հարձակումները։ Այնինչ ազգային է, այնինչ որ ավանդական է, այնինչ որ մեր ժողովրդի խորքում արժեքային համակարգ է, սրանք պայքարում են դրա դեմ եւ փորձում են իրենց ճիճուների կյանքը երկարացնել։ Շնորհակալ եմ առայժմ։